Պարոն Զաքարյան, ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո Ալիևը հրապարակավ հիվանդ բնորոշեց հայ ժողովրդին, նաև Ադրբեջանը շարունակում է առաջ տանել իր պետական հովանավորությամբ այս նարատիվը, ըստ որի ամբողջ Հայաստանը հին Ադրբեջանի հող է։ Արման Թաթոյանը Washington Post-ում հոդված հրապարակեց, դիմելով Թրամփին եւ ասելով, որ Թրամփ թույլ մի տուր, որ Ադրբեջանը օկուպացնի Հայաստանի տարածքները։ Այսպիսի բառապաշարը համերաշխության հետ բնորոշ է, սա համերաշխության մասին խոսում է։ Ներողություն, Ալիևը ում է հիվանդ որակել։ Հայ ժողովրդին։ Հիվանդը երևի հենց Ադրբեջանի պետական քաղաքականությունն է իր ղեկավարների հետ միասին, որտեղ այդ հիվանդության մասին ամբողջ աշխարհը գիտի, այդ հիվանդության անունը նավթային հիվանդությունն է։ Եվ մի օր այդ հիվանդությունը նաև Ադրբեջանին է շատ մեծ վնասներ հասցնելու, այսպես շարունակելու դեպքում։ Թույլ չեմ տա Ադրբեջանի հասարակությանը որակումներ տամ եւ երբեք դրանով մեր կուսակցությունը եւ մեր իշխանությունը աչքի չի ընկել, բայց Ադրբեջանի ղեկավարների նման պահվածքը երևի թե նաեւ այս իշխանությունների թողտվության արդյունքն է։ Այս լեզուն բռնաճնշումների մասին չէ, նման կերպով արտահայտվելը այն ժողովրդի հետ, որի հետ փորձում են բարեկամանալ։ Իրանք չեն փորձում բարեկամանալ։ Իրանք չեն փորձում բարեկամանալ Հայաստանի Հանրապետության։ Իրանք մեր քննարկման ընթացքում էլ ասեցինք, իրանք փորձում են Հարավային Կովկասի տեր ու տիրականը լինել։ Այդ նաև Հայաստանի հաշվին։ Թաթոյանը գտնում է, որ Թրամփի ուղու վերաբերվող համաձայնությունները հետաձգելը գուցե տապալեն այս Սյունիքը զավթելու Բաքվի ծրագիրը, բայց այդ մեխանիզմը կհաջողվի, եթե օկուպացիան դիտարկվի խոչընդոտ։ Ձեր կարծիքով որ դեպքում հնարավոր կլինի կանխել Ալիևի ծրագիրը։ Խոչընդոտներ ստեղծել շատ կարելի է խոչընդոտներ ստեղծել, բայց նորից եմ կրկնում, դա ինքնանպատակ չպետք է լինի, դա պետք է զուգահեռ լրացվի այլ ծրագրերի կյանքի կոչմամբ։ Եթե մենք մի բան ձախողում ենք եւ դրա փոխարեն ոչինչ չենք ստեղծել, ոչ մի հակակշիռ չենք արել, դա նշանակում է մենք ինքներս մեր քաղաքականությունն ենք ձախողում։ Պետք չի Թրամփի ծրագիրը ձախողել կամ Թրամփի ուղին ձախողել, պետք է մտածել անել այնպես մնացած բոլոր կոմունիկացիաների հետ միասին, որ բոլոր կոմունիկացիաները ծառայեն Հայաստանի Հանրապետությանը։ Անել, իսկ մենք այդ հնարավորությունները ունենք, որ մյուս երկրները, ասենք, տեսնեն, հասկանան, որ չի կարելի Թուրքիային ու Ադրբեջանին այսքան առավելություն տալ ու հետո կրակն ընկնել այդ առավելությունների ձեռքը, հետո տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմների մեջ։ Իսկ դա այդ գերտերությունների խնդիրն է, մենք այդ հնարավորությունները ունենք իրանց ցույց տալու, իրանց կանգնացնելու մի գործընթացի առաջ, որտեղ որ ուզեն թե չուզեն Հայաստանի Հանրապետության շահերով առաջնորդվեն, հայ ժողովրդի շահերով առաջնորդվեն։ Մեր անվտանգության եւ համագործակցության խնդիրներն եւ օրակարգը իրանցը լինի։ Նաև իհարկե իրանց շահերը բնականաբար նաև ներառելով։ Դրա համար մենք ասում ենք շահերի համադրման մեխանիզմը ոչ թե շահերի հակադրման մեխանիզմը։ Հենց Նիկոլի իշխանության կառավարության ամբողջ ձախողումների առյուծի բաժինը պատկանում են շահերի հակասությունների հակադրմանը։ Արցախյան ամբողջ բանակցային գործընթացում եք տեսանք, թե ուր հասցրեց պատերազմական գործընթացում, անվտանգության խնդիրներում, հիմա կոմունիկացիաների հարցում։ Ինչի պետք է Ռուսաստանից որևէ մեկը մտքով անցնի հայ ժողովրդի կամ Հայաստանի նկատմամբ, ասենք, հայտարարություն անի, երբ որ ընդհանրապես պատմության ընթացքում այդպիսի բան չի եղել։ Նույնիսկ հայ ժողովրդին կամ Հայաստանի չճանաչող մարդիկ կամ վատ տրամադրվածները հրապարակային նման հայտարարություններ չեն արել։ Իսկ ինչի պետք է հասցնել դրան։ Եվ արդյոք չի կարելի արտաքին քաղաքականությունը վարել խելքով, գոնե արտաքին քաղաքականությունը խելքով վարել, ոչ թե արտաքին ինստրուկցիաներով։